Բարի լույս։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, այսօր հոկտեմբերի 30-ն է ավետ, օրը 5 շաբթի, այո, սիրելի հոկտեմբերի 30, հոկտեմբերն էլ անցավ։ Հոկտեմբերն էլ անցավ, մենք չնկատեցինք ոնց անցավ, բայց տեսնում եք, սիրելի հեռուստադիտողներ, մերժելով աշնանային գույները, մենք այսօր փոխել ենք տրամադրությունը եւ եկել ենք փորձել ենք գարուն բերել ձեզ։ Եվ այս գարնանային տրամադրությամբ ուզում ենք ասել, որ այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, մեծն վարպետ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակն է։ Այո, Իսահակյանը ամբողջ կյանքում ստեղծագործեց ու այդպես էլ չհամակերպվեց հայրենիքի մասնատման հետ։ Արարատը մերը տեսնելու երազանքով ապրեց հայրենիքում եւ չդադարեց խոսել հայոց ցեղասպանության ու հայկական հարցի մասին, մասնակցեց Նեմեսիսի գործողության աշխատանքներին եւ դարձավ Թալեբ Փաշայի սպանության կազմակերպիչներից մեկը։ Այո, Իսահակյանը թողել է հարուստ գրական ժառանգություն եւ նրա ստեղծագործությունները խորապես ազգային ու համավարտկային են նաեւ միաժամանակ։ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական կյանքի հայկական հարցի յուրահատուկ համապատկերը պիտի դառնար Իսահակյանի ուստակարոն մեծածավալ վեպը, որն ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում եւ ավաղ մնաց անավարտ։ Ուստակարոն, այո, կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը, ասել է վարպետը Իսահակյանը։ Այո, Իսահակյանի յուրաքանչյուր ստեղծագործություն բազմաշերտ է իսկապես եւ խորը իր ասելիքով ու գաղափարով։ Գլուխգործոցներն են Աբուլալա Մահարին, պոեմը, հավերժական սերը բալադը, Ռավեննայում բանաստեղծությունը, Սաադիի վերջին գարունը, Լիլիթը, Շիթարը, պատմվածքները եւ այլն, այդպես կարող ենք թվել անվերջ։ Հատկապես գիտես, ես շատ եմ ուզում տեսնել Ռիալտոյի կամուրջը Իսահակյանի, այո, Իսահակյանի բանաստեղծությունը կարդալուց հետո։ Մեծն վարպետի 150-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ ու ներկայացումներ են լինում Երևանում, թե մարզերում, ու նաեւ հրաշալի առիթ է, որպեսզի այցելեք գրողի տուն, թանգարան ու նորովի բացահայտեք կյանքի ամենահետաքրքիր դրվագները։ Ես պատիվ ունեցել եմ իմիջիայլոց խաղալ հենց Իսահակյանի տուն թանգարանում, այնտեղ կարդալ իր բանաստեղծությունները, մենք ամբողջ մեր կուրսով իսկապես հրաշալի էր, նաև հրաշալի էր այն, թե ինչպես է հանդիսատեսը ընդունում մեզ։ Իսկ ես ասեմ, որ փոքր տարիքում իմ տեսած առաջին արձանը դա Ավետիք Իսահակյանի արձանն է եղել։ Գիտես, որ ավետ, որ նոյեմբեր ամիսն էլ հոկտեմբերի պես պայծառ ու արևոտ լիներ։ Այո, բայց եղանակային նորություններից հասկացանք Անահիտ, որ առաջիկա օրերին անձրևանոցներից հաստատ չենք ազատվի, սիրելի հեռուստադիտողներ, մայրաքաղաքում տեղումներ կլինեն, անձրևի, իսկ լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։ Երեկ էլ միանգամից զգացինք, թե որքան նվազեց օդի ջերմաստիճանը, քիչ-քիչ տաք աշնանը հրաժեշտ ենք տալիս ավետ, իսկ դու մեքենայիդ անվադողերը փոխել ես արդեն։ Դեռ ոչ, ուղղակի ես նոր անձրևանոց էի գնել, որը երեկ ամբողջ օրը չկարողացա գտնել։ Երեկ անձրևը տեղում էր իմ գլխին, բաց եւ ես չկարողացա այդպես էլ գտնել անձրևանոցս։ Ինչևէ, բայց իհարկե չենք կենտրոնանում վատ եղանակային, չնայած ինչ ենք ասում վատ, սա բնությունն է, այո, բնությունը ինչ տալիս է, պետք է ընդունենք սիրով, մենք էլ անձրևն էլ, մենք չենք նեղվում, ամեն ինչ լավ է։ Եղանակային փոփոխությունների վրա չենք կենտրոնանում, քանի որ մենք միշտ ունենք համեղ շոկոլադներ ու այս պահին պատմենք մեր քաղցր գործընկերոջ մասին Անահիտ։ Պատմենք, սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթանդ խվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի։ Բացառապես անհարթունք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում եք առանձնացնել արևադարձային աշխարհի հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր դրայվ կուսան, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեստը՝ նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր։ Քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն ամբողջ օրվա ընթացքում։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Իսկ այդ պահերը հետաքրքիր եւ հագեցած են լինելու աշխատանքային շաբաթվա ընթացքում, ինչպես հասկացաք, այնպես էլ այս վերջին մի քանի օրը այդպես կլինի, մինչեւ կլինեն հանգստյան օրը, այսօր էլ կարեւոր եւ հետաքրքիր թեմաներ ենք պատրաստել ձեզ համար, ինչպես միշտ մասնագետի հետ ավետ զրուցելու ենք տարածված հիվանդություններից մեկի մասին։ Օստեոպոտրոզի մասին։ Այո, օստեոպարոզի մասին մենք կզրուցենք, նաև պատմելու ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սպասվող համաշխարհային
պրեմիերայի մասին կարևոր նյութ էր, որը պետք է հեռուստադիտողը հանդիսատեսը տեսար թատրոնը ինչքան է մեր կյանքում հեռուստադիտողը անպայման լսի։ Մանրամասները արդեն կներկայացնեն հենց մեր հյուրերը։ Հետաքրքիր զրույցների ընթացքում էլ Անահիտ ինչ կանենք, բնականաբար մեր մշտական էջերը, կծանոթանանք միջազգային նորությունների եւ կպարզենք իհարկե օրվա բաղադրատոմսը, ինչպես նաեւ նշեցինք Ավետիքի Սահակյանի 150-ամյակի նվիրված նյութ ունի մեր սիրելի Հասմիկ Կարապետյանը առանձնացրած։ Դե ես կարծում եմ, որ այնքան բան կանելու, այո, պիտի ամբողջը հասցնենք, բայց մինչև մեր գեղեցկուհի գործընկերուհուն ողջունել, առաջարկում եւս մեկ կարևոր գործընկերոջ ներկայացնել, ով ներկայացնում է մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար իր դիրքը։ Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում հայտնվել է նաև Աթենքի հավինագեցների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագեցները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուղտով, ինչպես նաև Անահիտ ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ շատ փափուկ է եւ շատ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետները պատրաստվում են ընդամենը 4-ից 6 րոպեում։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում։ Ընկերական հանդիպումներն էլ դարձնում է ավելի հետաքրքիր ու ավելի ժամանցային։ Ամեն օր կխոստանանք ու ամեն օր չենք հավաքվի։ Այո, ես եւ Ավետը ամեն օր ինքներս մեզ խոսք ենք տալիս, որ պետք է ընկերական հավաքույթ կազմակերպենք, որտեղ վաղուց այդ հավաքույթը չի եղել, բայց ահա խնդրեմ, հենց ընկերական հավաքույթ ասում ենք, հիշում ենք այդ։ Այո, բայց նաև սիրելի հեռուստադիտողներ, մեր գեղեցկուհի գործընկերուհին ում կոմպլիմենտները քիչ են, Սատ դու այնքան գեղեցիկ ես, որքան ոզնին ունի փշեր եւ որքան ավազն ունի հատիկ։ Լավ էր։ Լավ ասա, չէ։ Ավետ, բայց ոչ Բարսեղյան։ Բայց ոչ Իսահակյան։ Լավ, համաձայն եմ, բայց նաև ոչ Բարսեղյան, այո։ Զոհրաբյանն էլ շատ լավն է։ Մի խոսքով մենք այսպես հավերժ խոսենք, երևի թե խոսքը տրամադրենք մեր գեղեցկուհի գործընկերուհուն, տեսնենք թե այսօր ինչ համեղ նախաճաշ եմ ես մատուցելու։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ եմ խոսքը տրամադրելու համար։ Ես պատկերացնում եք ինչքան համեղ եմ պատրաստելու այդքան գեղեցիկ խոսքերից հետո Ավետ շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ, սիրո խոստովանություն ուղիղ եթերում։ Այո, մեր մոտ Բարիլուսյան տաղավարում տիրում է միայն սեր, սիրով պատրաստվում է համեղ կերակուրներ, սիրով մենք ընդունում ենք մեր հյուրերին, ճանապարհում ենք եւ սիրով ձեզ ասում ենք բարի լույս։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր ես պատրաստում եմ աշնանային հրաշք։ Ինչու աշնանային հրաշք, որովհետև գլխավոր բաղադրիչը դա աշնանային դդումն է, որը ես կտրատելու եմ, տեղափոխելու եմ ջեռոց, վրան ավելացնելու եմ մուրաբա, ամենավերջում ավելացնելու եմ նուշ եւ իհարկե կամամբեր տեսակի պանիր։ Դուք պատկերացնում եք ինչպիսի համադրություն է այսօրվա իմ բաղադրատոմսում ներառված։ Ասեմ, որ վիտամին C-ով է հարուստ, հակաօքսիդանտներով է հարուստ, ասեմ, որ մաշկին այնպիսի փայլ է հաղորդում, օրգանիզմին այնպիսի առողջություն է տալիս, այնպես որ հենց այնպես չէր, որ տատիկները ձմռանը պահել, պահպանել են, որ կարողանան ամբողջ ձմեռ տարբեր ապուրներ պատրաստեն, տարբեր կերակուրներ պատրաստեն։ Իհարկե ես այսօր առաջարկում եմ ժամանակակից կերակուր՝ կամամբեր, դդում, ելակի մուրաբա, նուշ, համադրությունը տեղափոխվելու է իհարկե ջեռոց։ Վստահ եմ, այս բաղադրատոմսը ձեր բաղադրատոմսերի Բարիլուսյան ցանկում տեղ է գտնելու, ժամանակ պատրաստելու եք ու հատկապես երբ որ ծանոթանում եք օգտակար հատկությունների մասին, հասկանում եք, որ այո, պիտի դդում ուտենք, այո, ժամանակ անդրադարձ է, պետք է անդրադարձ կատարենք դդմին։ Հիմա ես առաջարկում եմ ոչ միայն իմ առաջարկած բաղադրատոմսը, դες առաջարկում եմ հավատարիմ հեռուստադիտողներ, Աթենքի կողմից առաջարկված նագեցները, հավի ձողիկները, որոնք արդեն տապակի մեջ են, տապակվում են մի փոքր ձիթայուղ հաշված րոպեների ընթացքում,
պատրաստվում է 4-ից 6 րոպե։ Դուք հասկացաք առավոտը ինչ վաղ է սկսել մեզ մոտ։ Ես հիմա մի քանի հատներ կտեղավորեմ եւ կասեմ, որ սիրելի հեռուստադիտողներ, այո, Աթենք առաջարկում է շատ համեղ դասական տարբերակից մինչև տարատեսակ տարբերակներ ձեզ եւ մեզ։ Իհարկե ես էլ հասցնում եմ եւ տանը եւ Բարիլիսյան խոհանոցում պատրաստել համեղ խրթխրթան նագեցները։ Ձեր էկրաններին է տեսականին, ես էլ ինչպես միշտ սիրով եւ ժպիտով ներկայացնեմ։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի, դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման եւ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Դե իհարկե նագեցների կողքին ես այսօր որոշել եմ առաջարկել Մարանիկի կողմից առաջարկված։ Մենք արդեն սիրում ենք ու ժամանակ առ ժամանակ պատրաստում ենք հաճարը։ 1 բաժակ ջրին ավելացնելու եմ 2 բաժակ ջուր, դնելու եմ մարմանդ կրակի վրա, որպեսզի ես կարողանամ ժամանակի մեջ տեղավորվեմ եւ ուղիղ եթերում հասցնեմ պատրաստել, քանի որ մի փոքր ավելի երկար է պատրաստվում, եթե համեմատենք բրնձի կամ օրինակ հնդկաձավարի հետ։ Դե քանի որ Մարանիկը իմ ձեռքի տակ է, հաճարը Մարանիկի իմ ձեռքի տակ է նաև համեմունքները, ուզում եմ հենց այս պահին ամբողջ տեսականին ձեր էկրաններին լինի, ես էլ ներկայացնեմ մեր գործընկերոջ տեսականին։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն, Մարանիկ ապրանքանիշը, կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն, արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Սիրելի հեռուստադիտողներ, հագնում եմ ձեռնոցը, անցնում աշխատանքի, որովհետև պետք է կտրատեմ, կեղևը հանեմ, դնեմ ջեռոց, մի փոքր համեմունքով, երևի քաղցր պղպեղը, մի փոքր կծվություն կապահովեմ, որովհետև երբ կծուն եւ քաղցրը համադրվում են եւ աղին կամ ամբեր տեսակի պանիրը ավելացնում են վրան, անզուգական համ եմ ստանալու այսօր։ Խոսքը ձերն է Անահիտ Ավետ, խնդրում եմ դուք շարունակեք, ես էլ ինչպես միշտ իմ խոհանոցային թողոբոհը արդեն սկսեցի։ Բարիլիս բոլորին։ Սիրով մենք կշարունակենք, ասեմ, դու ինչ էլ պատրաստում ես, հրաշալի ես պատրաստում եւ եթե անգամ չէ, պատկերացրու մի օր հեռուստադիտողներից ինչ-որ մեկը փորձի սաթի պատրաստած ինչ-որ մի ուտեստ։ Հասկանում ես։ Շատերի մոտ այդ ցանկությունը արդեն առաջացել է։ Armenia TV-ից ուղղակի չի հեռանա։ Ամեն առավոտ կմնա այստեղ, ամեն առավոտ կլինի Armenia TV-ում։ Այնպես որ եթե ուզում եք փորձել, մի օր համեցեք, մենք ձեզ թաքուն կհյուրասիրենք։ Ահա, տուն հյուրերը հրավիրում Արաստան տիրուհունը հարցնելու, խնդրեմ։ Կարող ենք։ Հյուրասեր ենք մենք, իսկապես հյուրասեր ենք։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ, միջև մենք կորոշենք, թե ում ենք հյուրասիրելու գովազդներ, եթերում, որից հետո կշարունակենք։
Լույս։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն, որ միացաք մեզ։ Դե ինչ եթերը շարունակվում է, մենք արդեն հյուրասիրահում ենք, ինչպես նկատեցիք, եւ պատրաստ ենք խոսել մեր հյուրի հետ եւ այսօր մասնագետի հետ, նրա հետ զրուցելու ենք մի հիվանդության մասին, որը բավականին տարածված խնդիր է եւ որի պատճառով նույնիսկ փոքր վնասվածքներից կարող է առաջանալ բարդ կոտրվածքներ։ Հիվանդությունը հաճախ զարգանում է աննկատ, առանց վաղ ախտանշանների։ Խոսքը օստեոպորոզի մասին է, իսկ թե ինչպես պետք է կանխարգելել, որոնք են բուժման արդյունավետ միջոցները, կիմանանք մեր զրույցի ընթացքում։ Այո, մեր հյուրն է Pulse-Med բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, սիրտանոթաբան Անե Աբովյանը։ Բարի լույս։ Բարի լույս, շատ շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք ու խոսելու ենք շատ կարևոր խնդրի մասին, որը հիմնականում շատ գաղտնի կերպով է ընթանում ու հետևանքների մասին շատ ավելի ուշ են իմանում։ Խոսքը օստեոպորոզի մասին է։ Բժշկուհի, առհասարակ ինչ է օստեոպորոզը, որոնք են հիմնական այդ ախտանշանները, ինչպես պետք է կանխարգելել, կխնդրեմ մանրամասն մեզ ներկայացնեք։ Շատ լավ։ Ուրեմն օստեոպորոզը իրենց ներկայացնում է մարդու օրգանիզմում ոսկրային համակարգում միներալային խտության իջեցման հիվանդություն, ավելի պարզ ասված, կալցիումի քանակը ոսկրային հյուսվածքում պակասում է եւ բարձրանում է ռիսկը կոտրվածքներ ստանալու։ Խոսքը գնում է թեթև տրավմաներից կոտրվածքների մասին, ոչ թե ասենք ավտովթարի հետևանքով եւ այլն։ Այսինքն այս հիվանդները կարող են պարզապես գետնից փոքր բեռ բարձրացնելու պատճառով ողի կոտրվածք ստանալ ու նույնիսկ անգամ դառնալ հաշմանդամ։ Եվ այն հատկապես վտանգավոր է 65 տարեկանից բարձր տարեցների համար։ Նույնիսկ կարող է բերել կյանքի տևողության կրճատման։ Շատերս երևի լսած կլինենք մեր շրջապատում, որ այս կամ այն տատիկը կամ պապիկը կոտրեցին ազրոսկրի վզիկը կամ ողնաշարը, դարձան անկողնային եւ երկար չապրեցին։ Այո, այս առումով այն նույնիսկ վտանգավոր է կյանքի համար։ Եվ առհասարակ հանդիսանում է աշխարհում տարածված հիվանդությունների մեջ 4-րդը, առաջ թողնելով սիրտանոթային հիվանդությունները, ուռուցքային հիվանդությունները եւ շաքարային դիաբետը։ Եվ այսքան տարածված հիվանդություն լինելով այն բավականին գաղտնի ընթացք է ունենում։ Այսինքն շատ մարդիկ նույնիսկ անգամ չեն լսել այս հիվանդության մասին, չեն պատկերացնում, որ իրենք արդեն գտնվում են այդ հիվանդության ռիսկի խմբում։ Օրինակ, այն բոլոր մարդիկ, ովքեր որ քիչ են շարժվում իրենց կյանքում, այսինքն օֆիսային աշխատողները, առհասարակ 40-ից բարձր, 40 տարեկանից բարձր կանայք, 50 տարեկանից բարձր տղամարդիկ, վնասակար սովորություններով մարդիկ, ծխախոտամոլները, ալկոհոլամոլները, նարկոմանները, բոլոր նրանք, ովքեր չարաշահում են աղը, շոկոլադը, սուրճը, նույնպես գտնվում են այս հիվանդության ռիսկի խմբում։ Առհասարակ սա բնորոշ է հատկապես 40-նանց կանանց մենոպաուզալ փուլում, սակայն շատ հիվանդությունների հետևանքով այն կարող է դրսևորվել ավելի վաղ։ Հասարակ օրինակ այն կանայք, ովքեր վաղ տարիքում, ասենք, ինչ-որ պատճառով տարել են վիրահատություն եւ հեռացվել է արգանդում զվարաններ, այսպիսի կանայք բազմաթիվ են։ Նրանք հատկապես այս վիրահատությունից հետո պետք է շատ ուշադիր լինեն եւ վաղ տարիքում, վաղ փուլում անցնեն ստուգումը։ Փորձեն հայտնաբերել։ Իհարկե։ Բացի դրանից, ռիսկի խմբում են բոլոր այն անձինք, ովքեր երկարատև հորմոնալ թերապիաներ են ստանում։ Օրինակ, հոդային խնդիրների, ռևմատիկ խնդիրների պատճառով, վահանաձև հիվանդության պատճառով, վահանաձև գեղձի, այն մարդիկ, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հատկապես տամոքսի, լյարդի, երիկամների, թոքերի, արյան, եւ այս բոլոր մարդիկ վաղ փուլում իհարկե պետք է մտածեն այս հիվանդության մասին, հատկապես շատ կարեւոր է, որ իրենց վարող բժիշկները վաղ փուլում ուղղորդեն, ստուգեն, հայտնաբերեն, բուժեն, քանի որ շատ հեշտ կարելի է այս ամբողջը կանխարգելել։ Եվ այն ունենում է որոշակի դրսևորումներ, սիմպտոմատիկա։ Նախ շատ կարևոր է գենետիկ նախատրամադրվածությունը, այսինքն եթե որևէ մեկը լսել է, որ իր առաջի գծի հարազատներից մեկը ունեցել է կոտրվածք եւ հայտնաբերել է օստեոպորոզ, այսինքն այս մարդիկ ինչ որտեղ լսած են լինում գոնե այս բառը եւ պետք է գիտակցեն, որ իրենք վաղ փուլում պետք է արդեն պարբերաբար ստուգումներն անցնեն, քանի որ իրենց ռիսկը բարձր է բավականին։ Եվ այն մարդիկ, ովքեր հատկապես ունենում են ցավեր ամբողջ ոսկրային համակարգի երկայնքով, ողնաշարի երկայնքով հատկապես, գոտկային հատվածում, միջթիակային հատվածում, կրծքավանդակում, վերջույթների երկայնքով հատկապես այն ցավերը, երբ որ առաջանում են մի փոքր կանգնած դիրքում մնալուց հետո, շատ կան մարդիկ, որ ասում են
չեմ կարողանում երկար կանգնել ոտքի վրա։ Այսինքն սրանք հիմնական ախտանիշներն են։ Կան դեպքեր, երբ որ ընդհանրապես հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշ եւ հիվանդությունը հայտնաբերվում է միայն արդեն կոտրվածքից հետո։ Սակայն կարելի է մի փոքր ուշադիր լինել եւ այս նշանների դեպքում վաղ փուլում ստուգվել։ Նշաններից է նաեւ մազաթափությունը, եղունգների կոտրատվելը, ատամների վաղ փշրումը, կարիեսի հաճախակի զարգացումը եւ այս բոլոր դեպքերը ուղղակի նշաններ են։ Կարելի ասել այնպիսի բաներ, որոնց հենց լինում է, պարտադիր է գնալ, զննվել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, որովհետեւ կարծում եմ, որ իհարկե ներողություն, բայց խելամիտ մարդիկ, երբ որ հասկանան, որ իրենց ատամները օրինակ փշրվում է կամ բոլոր այն սիմպտոմները, որոնք որ դուք նշում եք, բնականաբար պետք է կանխարգելել։ Դուք շատ մանրամասն ներկայացրիք բժշկուհի իհարկե, բայց մենք ունենք տեսանյութ նաեւ այս ամենի մասին։ Ես առաջարկում եմ սիրելի հեռուստադիտողներ, դիտենք տեսանյութը եւ շարունակենք ու ուզում եմ հիշեցնել, որ մենք զրուցում ենք Pulse-Med բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն սիրտանոթաբան Անի Աբովյանի հետ օստեոպորոզի վտանգների եւ առհասարակ կանխարգելման մասին։ Դիտենք տեսանյութը ու շարունակենք մեր եթերը։ Վարիկոզ հիվանդությունն ամենատարածվածներից է, իսկ բուժման հիմնական մեթոդը վիրահատականն է։ Այն ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում, հատկապես հղիությունից հետո։ Pulse-Med բժշկական կենտրոնում վարիկոզ հիվանդության ախտորոշումը կատարվում է գրագետ դուպլեքս հետազոտությամբ, որից հետո իրականացվում է երակների քարտեզավորում։ Իսկ եթե դուպլեքս հետազոտության ախտորոշման պարզվում է, որ կա վիրահատության կարիք, ապա այն իրականացվում է առանց կտրվածքների, կարերի եւ ընդհանուր անզգայացման։ Վիրահատված հիվանդը նույն պահին հանգիստ քայլում է եւ վերադառնում իր առօրյային։ Այդ ամենը հնարավոր է լինում ուլտրաձայնային ապարատի շնորհիվ։ Մենք այս ապարատի հսկողությամբ կարողանում ենք գտնել երակը, հետևել երակի ընթացքին, ասեղով կատարել երակի պունկցիա, այսինքն հասնել ասեղի միջոցով հիվանդ երակին, այնուհետև անցկացնելով ասեղի անցքով լազերի լարը, հասցնել այն հիվանդ օջախի ամենասկզբնային հատվածին եւ այնտեղից սկսած այրելով երակը, սոսնձելով երակի պատերը, դուրս գալ երակի լուսանցքից։ Ինչից հետո արդեն փակված երակը ամիսների ընթացքում սոսնձվում է, ներծծվում օրգանիզմի կողմից եւ ամբողջությամբ անհայտանում ու վերանում։ Նույնիսկ ամենաբարդ վարիկոզը, ամենաուշ փուլերում, արդեն բարդացած խոցերով, նույնիսկ տրոմբի բուժումից հետո, այսինքն գոյություն չունի այնպիսի վարիկոզ, որը հնարավոր չի վիրահատել լազերային մեթոդով։ Առավել տարածված է ոտքերի վարիկոզը, սակայն Անին Pulse-Med բժշկական կենտրոն էր դիմել բազկի հատվածում վարիկոզ լայնացմամբ։ Երկար տարիներ բազուկիս հատվածում ունեի լայնացած երակ, որի ոչ էսթետիկ տեսքից կոմպլեքսավորվում էի շատ։ Մոտ 1 տարի առաջ պատահականորեն իմացա Pulse-Med բժշկական կենտրոնի մասին։ Դիմել եմ բժշկուհի Անի Աբովյանին, բժշկուհին կատարել է ներարկում։ Ուղիղ 1 ամիս անց երակը լրիվ անհետացել էր եւ 1 տարի հետո բոլորովին արդեն չի երևում նույնիսկ մուգ հետքը։ Բժշկուհին ասաց, որ հազվադեպ հանդիպող երևույթ է բազուկի վարիկոզը, հիմնականում ոտքերի վրա է լինում։ Բազուկի վրա վարիկոզը հիմնականում էսթետիկ տեսքի պատճառով կոմպլեքսավորվում է, ամռանը բաց շորեր կարճաթև շորեր, հնարավոր չէր հագնել ուղղակի էսթետիկ տեսքի պատճառով։ Հիմա ինձ ավելի ինքնավստահ եմ զգում, շրջապատն այլևս զարմացած հարցեր չի տալիս, ինչ է պատահել, ամեն շատ լավ է։ Ոտքերս ահավոր ձևով վարիկոզ լայնացում էր ու երկար տարիներ, մի 20 տարի կլիներ էլի, որ այդ մոդս եղել է այդ վարիկոզ լայնացումը։ Դրանից հետո իմացանք, որ Pulse-Med-ում գտնվում է լավ բժշկուհի Անի Աբովյանը, մոտեցել ենք իրան եւ ինքը նորմալ կատարել է վիրահատությունը։ Ես շատ գոհ եմ վիրահատությունից եւ իրենց ազնագազմից գրագետ եւ բանիմաց ձևով կատարել են, նորմալ անցել է օպերացիան։ Դրանից հետո ես ոչ մի ցավ չունեմ ոտքերիս, շատ լավ եմ զգում ես, շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր իրենց ազնագազմից։ Իսկ եթե վիրահատության անհրաժեշտություն չկա, բայց ոտքերի վրա առկա են մանր մանուշակագույն ցանցեր, ապա Pulse-Med-ում առաջարկում են ժամանակակից կլաքս մեթոդը, որը նորագույն սարքավորման միջոցով վերացնում է խնդիրը։ Ոտքերի վրա առկա կապույտ մազանոթները եւ մանուշակագույն սարդոստայնանման ցանցերը լուրջ էսթետիկ խնդիր է շատ կանանց կյանքում եւ նույնիսկ սահմանափակում է ցանկալի հագուստի կրումը։
Պուլսմեդ բժշկական կենտրոնում բարեբախտաբար մենք արդեն 2020 թվականից սկսած շատ լրջորեն զբաղվում ենք այս խնդրի լուծումով։ Մեզ մոտ իրականացվում է թե նախկին ավանդական սկլերոթերապիայի մեթոդը, թե մազանոթների լազերային վերացումը եւ թե նորագույն կլաքս մեթոդը։ Դա կրիոլազերային կրիոսկլերոթերապիան է, որը արդեն երկար տարիներ, մոտավորապես 10 տարի կիրառվում էր Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում առաջին անգամ ներդրվեց հենց Պուլսմեդ բժշկական կենտրոնի կողմից։ Մի քանի ամիս առաջ վիրահատվել եմ Պուլսմեդում վարիկոզ լայնացում, բացի դա ունեցել եմ ասեղիկներ, որոնք արել ենք սկլերոթերապիա, հիմա ընդհանրապես հետքը չի երևում։ Ամբողջն անցել է, որի մասին շատ անհանգստանում եմ, որտեղ մեկ անգամ ես արել եմ ու ոչ մի արդյունք, բայց այս անգամ ամեն ինչ բարեհաջող անցավ։ Ես շատ գոհ եմ Անի Աբովյանից, ամբողջ անձնակազմից, արտակարգ մարդ, արտակարգ բժշկուհի։ Շնորհակալ եմ եւ խորհուրդ եմ տալի բոլորին, ովքեր ունեն նման խնդիր, միանշանակ Պուլսմեդում Անի Աբովյանի մոտ։ Հոտքերում ծանրության զգացողությունը եւ այտուցվածությունը պայմանավորված չէ միայն վարիկոզ լայնացմամբ, գուցե պատճառն օրգանիզմում լիմֆայի հոսքի խանգարումն է, որի բուժման համար կենտրոնում իրականացվում է լիմֆոդրենաժային բուժում հատուկ սարքավորման միջոցով։ Պուլսմեդ բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից լիմֆոդրենաժային ապարատներով, որոնք կարողանում են սեղմումների միջոցով հյուսվածքներից դատարկել ավելորդ հեղուկը եւ բարելավել հիվանդի կյանքի որակը։ Այտուցները ժամանակին չբուժելու դեպքում հնարավոր է զարգանան բարդություններ։ Մաշկի տակ այնքան է շատանում հեղուկի քանակը, որ կոշտանում է ամբողջ ոտքերի ստորին հատվածը, կարմրում է մաշկը եւ պացիենտն արդեն սկսում է գանգատվել շատ սուր ցավերից, քայլելու անկարողությունից եւ նույնիսկ հնարավոր է, որ այս փուլից հետո դարձյալ առանց բուժման մնալու դեպքում սկսի արդեն ոտքերից հոսել հեղուկը կուտակված եւ նույնիսկ գոյանան բավականին խորը տրոֆիկ խոցեր։ Պուլսմեդ բժշկական կենտրոնում գործում է նաեւ ոսկրերի խտության, ախտորոշման, դեսիտոմետրիկ հետազոտություն, կատարվում է նաև սիրտանոթային դիսպանսեր հսկողություն, էխոսրտագրություն, էլեկտրոսրտագրություն, հոլտեր հետազոտություն։ Մատուցվում է թոքաբանական, էնդոկրինոլոգիական, սոնոգրաֆիկ ծառայություններ եւ ամենակարևորը այս ամենն իրականացվում է մատչելի գներով, ինչպես նաև կլինիկայի մշտապես գործում են զեղչեր եւ ակցիաներ։ Այցելուներին ընդունում են ժպիտով եւ սպասում Հրաչյա Ներսիսյան 12 դրոպինն է հասցեում։ Ահա, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես նկատեցիք, բժշկուհու խոսքերից իմ աչքերը էլ ավելի բացվեցին եւ տեսողությունս լավացավ, ես ուղղակի հրաժարվեցի ակնոցից։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք զրույց ենք տանում օստրոպորոզի մասին, Պուլսմեդ բժշկական կենտրոնի բժիշկ, սրտանոթաբան, հիմնադիր տնօրեն Անի Աբովյանի հետ։ Դե բժշկուհի ջան, եկանք հասանք բուժման փուլը ախտորոշում, այո, եւ բուժում։ Եվ կանխարգելում։ Կանխարգելում ամենակարևորը խորհուրդներ վստահենք ունեք։ Շատ լավ։ Ուրեմն ամբողջ աշխարհում օստեոպորոզի ախտորոշման ոսկե ստանդարտը համարվում է դենսիտոմետրիան։ Չգիտես ինչու ժողովրդի մեջ թյուր կարծիք գոյություն ունի, որ կարող են գնալ հանձնել արյան անալիզ, որոշել կալցիումի քանակը եւ հասկանալ իրենց մոտ կալցիումի խտության խնդիր ունեն, թե ոչ, բայց սա ամենասխալ կարծիքն է, որովհետեւ ընդհակառակը շատ դեպքերում, երբ որ ոսկրերում պակասում է կալցիումի քանակը, արյան մեջ ընդհակառակը ավելանում է, որովհետեւ ոսկրերից անցնում է արյան մեջ։ Եվ ուզում եմ միանշանակ բոլորը ֆիքսեն, որ միակ հետազոտության ձևը դա դենսիտոմետրիկ հետազոտությունն է։ Նշեմ, որ գոյություն ունի ուլտրաձայնային դենսիտոմետրիա եւ ռենտգեն ճառագայթներով դենսիտոմետրիա։ Իհարկե, ուլտրաձայնայինը շատ մոտավոր պատասխան է տալիս, իսկ ոսկե ստանդարտն ու ճիշտ ախտորոշումը միայն ռենտգենյան ճառագայթներով, ռենտգեն դենսիտոմետրիան է համարվում։ Խոսքը գնում է շատ փոքր դոզայի ռենտգենյան ճառագայթների մասին, աննշան, համարյա այնքան, ինչքան մեր օդի մեջ է դա։ Եվ ընդամենը 10-12 րոպե տևողությամբ հետազոտության ժամանակ կարելի է այս ամբողջը լիովին ախտորոշել։ Իդեպ նշեմ, որ նախկինում դենսիտոմետրիկ սարքերը հնարավորություն ունեին միայն ցույց տալու ախտորոշել ընդամենը 2 կամ 3 խոցելի հատված։ Իսկ նորագույն սարքավորումներն արդեն հնարավորություն են տալիս ամբողջ մարմինը full body հետազոտություն իրականացնել։ Եվ Պուլսմեդ բժշկական կենտրոնում մենք անցյալ տարվա ընթացքում ձեռք ենք բերել նորագույն սարք, ինչի շնորհիվ հնարավորություն ենք ստացել ընդամենը 10-12 րոպեում լիովին ախտորոշել։
Իդեպ նշեմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նույնիսկ գործելու է 40% զեղչ հետազոտության համար, իսկ բոլոր այն անձինք, ում մոտ որ կհայտնաբերվի օստեոպորոզը, կարող են անցնել մասնագետի խորհրդատվություն ու բուժման նշանակում 50% զեղչով, ովքեր որ անցել են հետազոտությունը մեզ մոտ։ Իդեպ նշեմ, որ այս խնդիրը հատկապես վաղ փուլում հայտնաբերելու դեպքում շատ հեշտ բուժելի է։ Ընդհանրապես բանակը ոսկորի երբ չի ասում ամեն ինչ ավելի հեշտ է լինում։ Իհարկե, նախնական փուլում դեռևս չի լինում այս լիարժեք դեֆիցիտը եւ կոչվում է սա օստեոպենիա։ Հատկապես օստեոպենիայի փուլում շատ հրաշալի ու հեշտ բուժում է ունենում այս հիվանդությունը։ Շատ դեպքերում մարդիկ պարզապես մտածում են, որ կարող են կալցիում օգտագործել եւ դրանով իսկ լրացնել իրենց կալցիումի դեֆիցիտը ոսկրային համակարգում։ Սա նույնպես շատ թյուր կարծիք է, որովհետեւ առանց սպეციფიկ դեղորայքի, որոնք այս կալցիումի այրունից պետք է վերցնեն, տանեն, տեղադրեն ոսկրերի այն հատվածներում, որտեղ այն պակասել է, անհնար է խնդիրը լուծել։ Գոյություն են հատուկ դեղորայք, հատուկ նշանակման ձևեր, իդեպ տարի առ տարի ավելանում են լիովին նոր դեղորայք եւ կարելի է շատ ավելի արագ լրացնել ոսկրերի պակասը, այսինքն մեզնից պահանջվում է ընդհանրապես վաղ ախտորոշել։ Վերջ, ինձ թվում է դու Իսկ կանխարգելման համար խորհուրդ եմ տալիս պարզապես հետևել առողջ ապրելակերպի կանոններին, խուսափել վնասակար սովորություններից, հետևել քաշին, զբաղվել ֆիզկուլտուրայով եւ բացի դրանից մենք պարբերաբար Pulse-Med-ի սոցիալական էջերում, Facebook, Instagram-ում տեղադրում ենք հատուկ հարցաշար, որով յուրաքանչյուր մարդ կարող է արդեն հարցերին պատասխանելով գնահատել իր օստեոպորոզի առաջացման ռիսկը ու այս պարագայում անպայման դիմել հետազոտության։ Ես ինձ դա ուզում ասել, Վերջ բժշկուհի, դուք ամեն ինչի մասին շատ մանրամասն բացատրեցիք, հեռուստադիտողներին միայն մնում է գալ ու գրանցվել եւ անցնել այս հետազոտությունները։ Խնդրում եմ հիշեցրեք Pulse-Med-ի հասցեն, հեռախոսահամար եւ ինչպես միշտ գործող ակցիաների մասին։ Շատ լավ։ Մենք գտնվում ենք Քանաքեր Զեյթուն համայնքում, Հրաչյան Ներսիսյան 12/9 հասցեում։ Մեր հեռախոսահամարներն են 010 23 23 22, 093 54 12 23 եւ մեր գործող ակցիաներն ու զեղչերը մշտապես մեր Facebook-յան ու Instagram-յան էջերում տեղադրված են։ Ու տեսանյութի հետ կապված կուզենայի նորից շեշտել, որ թե դուպլեքս հետազոտության համար, թե վարիկոզի լազերային վիրահատության համար, թե այտուցների բուժման համար գոյություն են ներկա պահին գործող տարբեր զեղչեր, ակցիաներ, չմոռանանք նաև սիրտ-անոթային համակարգի մշտապես գործող ակցիան տարեկան փաթեթը, որի շնորհիվ մեր պացիենտները մի տարվա համար վճարելով 19000 ամբողջ տարին հնարավորություն են սրտաբանի մոտ հսկողության տակ մնալ եւ պարզապես պետք է հետևել, հաճախել։ Շնորհակալ ենք մանրամասն մեզ ներկայացնելու համար բժշկուհի, շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, ձեզ քիչ բարդ վիրահատություններ, բայց շատ բուժված եւ արդեն առողջացած պացիենտներ։ Շնորհակալություն ձեզ լավ օր, տեսեք։ Սիրելի հեռուստադիտողներ, այո, խորհուրդը բացի այդ, նաեւ եթե ցանկություն կա եւ գրանցվելու հետազոտություն անցնելու, ընդհանրապես պետք է փնտրել, գտնել Instagram-յան էջը Pulse-Med-ի եւ այս ամենով եւ կգտնեք հասցեն եւ հեռախոսահամարը վստահ եմ։ Ավետ, տես, առողջ փառք Աստծո ված սովորություններ չունենք վնասակար։ Ունենք, չենք ասում եթերում, բայց ունենք, ես Չէ, ավետ։ Դե լավ, դա այդքան էլ լավ, անցնենք, շատ չէ։ Երբեմն, ինչպես ասում են, թարգում է, ավետը հետո չի դիմանում։ Մի խոսքով, լավ, շատ ված սովորություններ փառք Աստծո չունենք, եւ ամենակարևորը սնվում ենք լավ գոնե ամեն առավոտ առողջ եւ հագեցած, այո, սնունդ ենք օգտագործում։ Հետո Էլիզան նաեւ օգնում է այնտեղ խորհուրդներ տալիս է, որ պետք է մարզվենք, այո, իսկ սաթենիկի այս բույրերը, որ տարածված են մեր տաղավարում, կարող ես ասել ինչի արդյունքն է։ Հիմա ասեմ, ես քեզ էլ ասեմ, չնայած վստահ եմ, որ դու գիտես, բայց հեռուստադիտողներին էլ ներկայացնեմ, որ Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր մաղադրատոմսը ել ավելի համեղ են դարձնում մեր անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին եք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկումը։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ նաեւ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, եւ շարունակում ենք մեր եթերը, հետաքրքիր ինֆորմացիոն եւ այս բանին տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք թե խոհանոցում ինչ է կատարվում, ինչ մանրամասներ մեզ կներկայացնեն մեր
հրաշք գործընկերները, Սաթելիկը։ Տեսնեք այնտեղ ինչեր է կատարվում։ Գործընկերներ ասացի, բայց գործընկերը Սաթելիկը ինչու մտածեցի, որ Սաթելիկը այնտեղ մի քանի հոգու հետ է աշխատում։ Չէ, այո, Սաթելիկը եւ իր հրաշք բաղադրիչները։ Սա ասա տեսնենք ինչպես է, ինչ է կատարվում խոհանոցում։ Միանշանակ խոհանոցային թողովով, որովհետև աշնանային անզուգական կերակուր եմ առաջարկում հեռուստադիտողներին, ես հագնելու եմ, ձեռնոցը շարունակեմ, ասեմ, որ հասցրեցի հավինագեստները 4 տուփ պատրաստել, որովհետև ինքը 4-ից 6 րոպե է հարկավոր, որպեսզի տժտժացնենք եւ պատրաստ լինի։ Դա արդենքի կողմից առաջարկված կերակուրն է։ Ես հիմա ջեռոցից կհանեմ դդումը, որը հակաօքսիդանտներով շատ հարուստ է, օմեգա 3-ով հարուստ է եւ իհարկե բետա կարոտին է իր մեջ պարունակում, որը մաշկը ել ավելի է լավացնում։ Իսկ մենք այո, բոլորս ուզում ենք տարիներ ապրենք գեղեցիկ, երկար, երիտասարդ մաշկով։ Ահա։ Հիմա ես կհագնեմ արդեն մյուս ձեռնոցը, խոհանոցային, որպեսզի կարողանամ կամամբեր տեսակի պանիրը կտրատեմ։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եմ արել։ Դդումը մի փոքր թողեցի ջեռոցում, ավելացրել եմ աննշան ձիթայուղ, աննշան աղ եւ քաղցր պղպեղ եւ իհարկե տեղափոխել եմ ջեռոց։ 10 րոպե եմ թողել, ին ձեռքի տակ կա նաև նուշ, որը հասցրել եմ հարիչով հարել, մանրացնել, եթե նուշ չունեք, կարող եք նաև օգտագործել ընկույզը, որը օմեգայով հարուստ է, ճարպաթթուներով հարուստ է եւ մեր օրգանիզմին, ինչպես նշեցի, մաշկին, հիշողությանը շատ անհրաժեշտ տարր է։ Ես հիմա կկտրատեմ պանիրը, կարող եմ այստեղ այսպես երկու մի քիչ ավելի բարակ կտրատեմ, որպեսզի մնացած դդումներին էլ հասցնի ամբողջական ես կարողանամ շարել։ Եթե ավելանա, հերթով կավելացնեմ։ Ինձ թվում է արդեն կամաց։ Իդեպ մի քանի րոպե եմ թողելու ջեռոցում, որպեսզի պատրաստվի շատ հետաքրքիր, յուրօրինակ, հնուց եկած դդումը նորովի նոր ոճով, կամամբեր տեսակի պաներով առաջարկում եմ հեռուստադիտողներին։ Իդեպ կամամբեր տեսակի պանիրը համարվել է թագավորական պանիր է համարվել։ Սա այստեղ կդնեմ, որպեսզի հավասարաչափ լինի։ Վերջ, թույլ տվեք, տեղափոխեմ ջեռոց, ուշադիր եմ լինելու, կարող եմ նույնիսկ վերևի հատվածում դնել, ես ձեզ կուզեմ ցույց տալ, որ արդեն պատրաստ է դդումը, շատ հեշտ է կտրվում եւ առհասարակ դդումը չի փշանում։ Կարող եք ունենալ տանը շատ արագ պատրաստվող կերակուր եմ առաջարկում եւ հենց այնպես չէր, որ մեր տատիկները ձմեռային պաշար օգտագործել են դդումը եւ կարողացել են ժամանակ առ ժամանակ հանել իրենց նկուղներից եւ պատրաստել համեղ տարբեր կերակուրներ, հատկապես խափաման։ Իդեպ, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 30-ին հենց ղափամայի օրն է։ Այնպես որ կամաց արդեն շուկաներում դուք ինքներդ եք տեսնում, իսկ այստեղ կաթսայի մեջ եփվում է մառանիկի հաճարը։ Մի փոքր աղով, նախապես արդեն 1 բաժակ հաճարը լվացել եմ, ավելացրել եմ 2 բաժակ ջուր, աղը հիմա տեսնեմ տեղում է թե ավել է, թե պակաս է։ Իդեպ 100 գրամ հաճարի մեջ 300 կալորիա կա, այսինքն կալորիականապես բավականին հարուստ է։ Ինքներդ կարող եք որոշել, որ ժամին կարող եք ուտել։ Ինձ թվում է ճիշտ պահն է, որպեսզի ես ներկայացնեմ քաղցրություն ապահովող մեր գործընկերոջը, խոսքը Ժակոյի մասին է։ Խրթխրթան, տարբեր թխվածքներ, թխվածքաբլիթներ, հենց այս պահին ձեր էկրաններին է։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր նոր գործընկերոջը, Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անհրաթունք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն։
իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan։ Գետնանուշի փափուկ, կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ բոլորի սիրելի կվեստը՝ նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Իրականում այսօրվա իմ բաղադրատոմսում ներառված է մեղր, բայց մեղրը շատ հանգիստ կարող եք արդեն ձեր իսկ տան պայմաններում պատրաստված մուրաբայից օգտվել։ Իմ ձեռքի տակ կա ելակի մուրաբա, որը շատ համեղ է լինելու, ավելացնելու եմ վերջում վրան եւ ինչպես նշեցի, նուշը, որը արդեն հարիչով անցկացրել եմ, որպես զարդարանք, որպես օմեգա 3, որպես գեղեցկություն, ժամանակակից կերակուր ավելացնելու եմ։ Չկա այստեղ ոչ մի այլ կերակուր, բայց մենք ունենք հավատարիմ գործընկեր Զանգեզուրի թռչնաֆաբրիկա։ Ունի լայն տեսականի։ Իհարկե այս պահին էլ ձեր էկրաններին է։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ։ Եվ ահա, Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս, սիրով պատրաստված, Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում պարույր սևակ 92 կոտրակ 6 հասցեում այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար Զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Ես էլ հիմա վստահորեն բաց անեմ արդեն ինչ անուշ բույր ունի։ Մի փոքր էլ թողնելու եմ ջեռոցում, պանիրը գրեթե արդեն հալված է կամամբեր տեսակի, բայց իդեպ այն հեռուստադիտողները, ովքեր հենց այս պահին մեզ դիտում են, եթե չունեք օրինակ կամամբեր տեսակի պանիր, կարող եք ցանկացած դեղին տեսակի հալվող պանիրով օգտագործել։ Դե ինչ, ճիշտ պահն է, խոսքը փոխանցեմ գործընկերներից, թող նրան շարունակեն, կփորձեմ անաղմուկ, ես էլ հանեմ, տեղավորեմ, մատուցեմ, մի խոսքով ես դեռ այստեղ Հովհաննեսում անելիք ունեմ։ Անահիտ, ավետ Ինչքան հրաշալի ուրեմն բույրեր են տարածված խոհանոցում եւ խոհանոցից դեպի այստեղ, այո, բայց ես կարծում եմ Անահիտ, որ եւս մեկ անգամ մենք պետք է հիշեցնենք հեռուստադիտողներին Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքի մասին, որը պատրաստված է բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունը արդեն Երևանում է։ Անարատ եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութ սրահում պարույր սևակ 92 կոտրակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար է։ Զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարին։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ բարի լույս բոլոր նրանց, ովքեր միացել են մեզ հենց հիմա եւ ուզում են լսել շատ կարեւոր ինֆորմացիա։ Ճիշտ է, մենք ձեզ շատ սպասեցնել չենք տա, Անահիտ, որովհետեւ տարբեր թեմաների անդրադարձանք եւ հիմա էլ մի եւս շատ կարեւոր թեմայի պիտի անդրադառնանք։ Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համաշխարհային պրեմիերա է։ Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի Կոնչերտո գրոսո համար 3 ստեղծագործությունը։ Այս բացառիկ իրադարձությունը համախմբել է տաղանդավոր երաժիշտների մեկ հարկի տակ եւ իսկապես ֆանտաստիկ դասական երեկո է սպասվում, մանրամասների մասին էլ կզրուցենք մեր տաղանդավոր ու շատ սիրելի հյուրերի հետ։ Իսկ ես շտապեմ նրանց ներկայացնել։ Տաղավարում են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, բարի լույս, պարոն Շարաֆյան, ով համարվում է հայ ժամանակակից երաժշտության խորհրդանիշը եւ ջութակահարուհի Անի Աղաբեկյանը, բարի լույս, Անի, եւ նա Գերմանիայում Հայաստանի պատվո հյուպատոսարանի մշակութային հանձնակատարն է Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասում։ Բարի առավոտ, շատ շնորհակալություն հյուրընկալվելու համար, իրապես շատ մեծ ուրախությամբ ենք ձեզ սպասել մեր տաղավարում։ Սպասվում է փառահեղ երեկո, բայց մինչ երեկոյի մասին խոսելը, երևի թե խոսենք, պարոն ներողություն, ես ուզում եմ Կոնչերտո գրոսո համար 3 ստեղծագործության մասին խոսենք, պարոն Շարաֆյան, երբ եք գրել ստեղծագործությունը եւ ինչ ասելիք եք ցանկանում փոխանցել երաժշտության միջոցով։
Շնորհակալություն հարցի համար, բայց ես ուզում եմ մի փոքր շեղվել, քանի որ շտապելու մի հարց էլ կա, բանվերանումա, որ այսօր ես եւս մեկ մեծ պրեմիերա ունեմ մեր Հայաստանի Պետական օպերայի բալետի թատրոնում, այսօր երեկոյան ժամը 7-ին կայանալու է իմ Աբուլալա Մահարի օրատորիայի համաշխարհային պրեմիերա, որը գրված է մենակատարի երգչախմբի, սիմֆոնիկ նվագախմբի եւ սա տեղի կունենա այսօր ժամը 7-ին Կարեն Դուրգարյանի, ուրեմն ղեկավարությամբ շատ հետաքրքիր Իսահակյանի, քանի որ նաև Իսահակյանի մասին խոսքը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ուսամ ամեն ինչ լավ է անցնելու։ Վստահ ենք։ Կոնցերտո գրոսո 3, այո, սա արդեն 3-ն է, բայց արդեն կա 4-ը։ Ասած եւ ստեղծագործությունը 6 մասերից է եւ երբ առաջարկ եղավ նման գործ անելու, անի եւ Զոնտրալ Շպայդելի կողմից դաշնակահարի այն ստեղծվեց շատ արագ 6 մասերից։ Բավական խոշոր ստեղծագործություն է, բայց հետաքրքիր է գրված է ջութակի դաշնամուրի կլավեսինի նվագ։ Շատ արագ։ Այս արագ եմ գրում։ Հետաքրքիր է։ 6 մասերից բավականին արագ։ Որն է ոգեշնչման աղբյուրը ձեզ համար։ Այս հարցը ինձ շատ են տալիս, ես ինքս էլ եմ ինձ տալիս, բայց կա այն, կարծեմ կա։ Մի քիչ պատմեմ, ուրեմն 6 մասեր եւ կազմը հետաքրքիր է, մենակատար ջութակահար անին եւ դաշնակահար, նվագախումբ, կլավեսին, որի այս անգամ ես կնվագեմ, հավանաբար, եւ կա եւս մի գործիք, որը Հայաստանում երբեք չի հնչել։ Դա waterfall կոչվող գործիքն է այստեղ, ինքը հարվածային գործիք է համարվում։ Ստեղծվել է մի 20 տարի առաջ մոտավորապես։ Պետք է քննել գտնել ես հա չէ, լսել անգամ այդ գործիքը։ Եվ Հայաստանում չկա այս գործիքը։ Դե բնական է որ չենք էլ լսել։ Ես ուրեմն փորձեցի վերնիսաժով անցնում եմ եւ տեսա մի մարդ կանտեղ որ գործիքներ է պատրաստում եւ ասեցի կարող է նման գործիք ասեց ոնց էլ իմացա որ հիմա այս գործիքից եմ սարքում։ Եվ քեզ երջանիկ պատահականություն։ Բայց ցավոք մեծ սարկածը չաշխատեց, իսկ փոքր աշխատեց եւ հիմա կհամատեղենք փոքրը եւ հավանաբար ուրեմն այդ փոքրը վարպետ Աշոտի կողմից ստեղծած եւ մի նոր հնարքով այդ նույն ձայնը կստանանք այլ կերպ նաեւ դառնում։ Մի խոսքով շատ հետաքրքիր է, էլի, այստեղ գործի դրել, որ չունեն գործիքը, բայց ուրիշ ձևով ստանում են գործիքի ձայնը։ Կոմպոզիտորը սկզբից լսում է ձայնը, ուղղակի այնպես չի դրվում։ Ես փնտրում եի այս ձայնը եւ կարողացա ստանալ, սինթեզել այս ձայնը լիտավրով եւ բանը եւ ուղարկեցի միտեղ ընկերոջս Կանադա եւ ինքը ցույց տվեց այս գործիքը, ասեց նույն ձայնը հանում է այս ինչ գործիքը։ Այդպես գտնվեց այս ստեղծագործության մեջ։ Բայց իհարկե ինքը ֆոնային է ավելի, քան մենակատարները, այնպես որ ինքը դրված է հենց մենակատարների վրա եւ շատ գեղեցիկ կոնցերտ է, իմ ամենասիրած գործերից է եւ հուսամ որ հանդիսատեսը մեծ բավականություն կստանա ստեղծագործությունը լսելուց։ Անի, ուզում եմ խոսենք ձեզ հետ հենց այս համերգի մասին, որքանով է այն ձեզ համար առանձնանում, որովհետև աշխարհահռչակ բեմերում եք ելույթ ունեցել եւ նաեւ այստեղ ելույթ եք ունենալու դաշնակահար Զոնտրաուտ Շպայդելի հետ միասին, ում բնութագրում են որպես մեր օրերի Կլարա Շուման։ Այ կարծում եմ մեծ պատիվ է երևի թե ձեզ համար փոքր զգացողությունների մասին խոսեք։ Նախ ասեմ շնորհակալություն հրավերի համար, որ այսօր ձեր տաղավարում կարող եմ գտնվել։ Ձեզ շնորհակալ։ Շնորհակալություն։ Իմ համար մեծ պատիվ է այս համերգը կատարելը։ Ես արդեն մի քանի պրեմիերաներ կատարել եմ տարբեր ստեղծագործությունների, նաև նվագել եմ պարոն Շարաֆյանի կոնցերտը եւ Վարդ Մանուկյանի կոնցերտը պրեմիերան եւ Իգոր Լոբոդայի կոնցերտը Գերմանիայում եւ այս անգամ մեծ պատիվ է նաեւ որ այս կոնցերտը ինձ եւ պրոֆեսոր Շպայդելին է նվիրված եւ շատ հետաքրքիր համադրում է գործիքների եւ երաժշտությունը օրիգինալ է, այսպես կարող եմ ասել, ոչ ստանդարտ, իմ համար մենք այդ մասին չենք երկար զրուցել, բայց իմ համար դա համադրում է բարոկի, ժողովրդականի եւ մոդեռնի այդ կոնցերտը իմ նոր էֆեկտներ կան իմ համար, որ ես երբևիցե դեռ չէի կատարել, ճայի էֆեկտ, որը ես ջութակով պիտի ստանամ։ Հետաքրքիր է, ես անկեղծ շատ արդեն ուզում եմ ներկա գտնել։ Հետաքրքիր է այդ երաժշտությունը, որ փոխվում է բարոկի եւ ժամանակակիցի մեջ, մասերը իր մեջ անցնելով
Բայց վստահ եմ, որ պահպանված չէ խորքայնությունը։ Այո, իհարկե, ես կոնցեպտը շատ սիրեցի, ինչքան պարապեցինք եւ փորձեցինք, ավելի շատ դուր եկավ եւ վաղը մեր առաջի փորձն է լինելու նվագախմբի հետ։ Այո, իսկ խոսեմ Զոնտրաշ Պայդելի մասին նաև, այսօր ինքը չի կարող ներկա գտնվել, որտեղ գիշերը նոր ժամանելու է։ Իմ համար շատ կարևոր մի անձ, որը կարծում եմ ամբողջ աշխարհով մեկ հայտնի որպես եւ պրոֆեսոր, իր ուսանողները այսօրվա ամենալավագույն բեմերում են նվագում եւ ինքը վերջերս 2 անգամ ստացավ հատուկ մրցանակ պետական իր հաջողությունների համար հենց որպես պրոֆեսոր եւ պիտի ասեմ, որ Վաչե Շարաֆյանը կարող է հաստատել, միջև մենք կարողացանք մի օր գտնել այս ամբողջ տարվա մեջ, որ մենք կարող ենք 2-ով բեմի վրա գտնվել, դա մի մեծ պատմություն է։ Դեզուր չի, որ Քլարա Շուման է նրանով։ Ինքը կարծում եմ մի օր չունի ազատ եւ այդ էներգիան 81 տարեկան կնոջ երաժշտի, որը եւ կատարում եւ դասավանդում է, ուղղակի յուրօրինակ է։ Դե կարծում եմ, որ հանդիսատեսը պիտի բաց չթողնի այս առիթը լսելու ստեղծագործությունը ու վայելելու ձեր ստեղծագործությունը եւ նաեւ ձեր կատարումը։ Պարոն Շարաֆյան, ասում են եւ ես համոզված եմ եւ նաեւ Անին փաստեց դրա մասին, որ ձեր ստեղծագործություններին այդ բազմազանությունն է բնորոշ, դասականը համադրել ժողովրդականի հետ, արևելյան, հետ, բայց այդ ամեն ինչի մեջ պահպանելով նաեւ խորքայնությունը։ Այսօր որքանով է մեզ պակասում երաժշտության մեջ այդ խորքայնությունը։ Հա, սա ուղղակի հենց այնպես միավորում չի, այսինքն սա այն պատմությունն է, այն մեր ծանրությունն է, որ մենք պատմականորեն հիշողությամբ կրում ենք եւ մենք կրողն ենք այս բոլորը եւ մեր լեզվի, մեր խոսքի եւ երաժշտության եւ համաշխարհային երաժշտության եւ այսօր մեր ժամանակներում շատ հեշտ է մի երկրից ընդհանրապես լրիվ ուրիշ տեղ տեղափոխվել մի կոճակի սեղմելով լսող մարդու համար, այսինքն մարդու, որ կոմպոզիտոր այով ստեղծում է, սա ստեղծում է հատուկ լսողության տեսակ եւ հոգեվոր ուրեմն վերարտադրումը իհարկե առանց սրա դա չի միավորվի, դա ուղղակի էսթետիկ մի բան կարող է լինել։ Իմ երաժշտության մեջ կան շատ տարրեր, բայց դա ես եմ, գրողը ես եմ այս բոլորը եւ խոսում եմ այդ լեզուներով։ Իսկ այն որ երաժշտությունը ինքը համընդհանուր լեզու է մարդկության համար եւ միավոր գուցե ինչ որտեղ նա նախալեզուն է։ Իսկ նա ավելի շուտ է եղել, քան բառերը։ Չնայած կա հակառակ բանը եւ ես դրա մասին հատուկ դասախոսություններ եմ կարդացել, այնց ինչպես է, ինչ բան է երաժշտություն ընդհանրապես, դա շատ հետաքրքիր բան է։ Եվ իհարկե ժամանակն է դնում ամեն ինչ իր տեղը եւ երաժշտությունը թե ինչը կապրի, ինչը չի ապրի։ Ես մի տեսակ համոզվածություն ունեմ, որտեվ ամեն օր գլխիս մեջ երաժշտությունը հնչում է։ Սրտիս մեջ թե որտեղ։ Ոնց հետաքրքիր է։ Կոմպոզիտորը առաջինը լսում է երաժշտություն, հետո գրում։ Ձայները լսում է առաջինը։ Հետաքրքիր ասացիք։ Հետաքրքիր բան կա, տեսնում է։ Ահա, տեսնում է։ Հա։ Անի, իսկ ձեզ ինչն է հետաքրքիր է ոգեշնչում, մոտիվացնում, որովհետև շատ մարդիկ երազեն գուցե այն ճանապարհն անցնեն եւ այն հաջողություններն ունենան, որոնք ունեք դուք։ Իզուր չէ, որ մեր լեգենդար կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյան ձեզացել է փոքրիկ Պագանինի, անվանել է փոքրիկ Պագանինի վիրտուոզ մարդ եք դուք։ Ես հույս ունեմ ձեզ շատերը լսել են, ով էլ չէ, պարտադիր անպայման գնացեք եւ լսեք, Անին ֆանտաստիկ է։ Ինչպես է կարողանում բարձր կատարողականությունը այդքան պահպանել, ինչն է ոգեշնչում ձեզ։ Դիսցիպլինա, ահա, կարծում եմ առանց երաժշտի խոսքեր հասկանում ես։ Այդպիսի օր չկա, որ չպարապեք, կապ չունի ինչ, երբ որտեղ լինես, երբ գաս, ժամանես, ինչ ճանապարհներին լինես, միշտ ջութակը պատրաստ է եւ պարապում ենք, իսկ ոգեշնչում է հենց երաժշտությունը։ Ես շատ եմ նաեւ կատարում իհարկե ռոմանտիկ եւ դասական երաժշտություն, այսինքն հին էպոխաների, բայց նաեւ ժամանակակից ստեղծագործություններ շատ եմ կատարել ու երբ ստեղծագործությունը եւ կոմպոզիտորը գրավում են երաժշտությամբ եւ հետաքրքիր են, ոգեշնչվում ես ու ուզում ես դառնալ այդ երաժշտության մասը ու քո միջոցով դա փոխանցել։ Ու անգամ եղել է ժամանակին, երբ դեռ Գագիկով ոնց կենթանի էր, այն ժամանակ ինձ նոտաներ նվիրեց իր սոնատի, որը կատարվել է բազմիցս Գերմանիայում եւ մենք ձայնասկավառակ ունենք
հովունցի սոնատն ձայնագրել ենք, ժամանակ երբ որ ես առաջ անգամ կատարեցի, ինքը մոտեցավ ինձ ասեց շատ լավ նվագեցիր, բայց ես այսպես չէի ուզել, ուրիշ բան էի նկատի ունեցել, փորձին չէր եղել եւ հետո նորից խոսեցինք երկրորդ անգամ որ կատարեցի, ասեց այս է իմ ուզածով էր։ Երևի կոմպոզիտորին դա բնորոշ հատկություն է, որ ինքը իր ձևով է բնականաբար երբ ստեղծագործություն լսել է պատկերացնում եւ կատարողը իր պատկերացրածն է, փորձում է մոտ հնարավորինս կոմպոզիտորին, բայց ամենը իր ինդիվիդուալությունն է ցուցադրում եւ դա խոսում է միայն վիրտուոզ տաղանդի մասին։ Դա քո ինտերպրետացիան է վերջի վերջո եւ դա էլ է փոփոխական։ Ինչի տարիների ընթացքում, երբ որ նույն ստեղծագործությունը կատարում ես, միևնույն է ուրիշ ձևով ես արդեն զգում, չէ՞ որ դու էլ ես փոխվում, զարգանում եւ Պարոն Շարաֆյան, համերգային ծրագրում ներառված է նաեւ Մոցարտի գիշերային սերենատ, փոքրիկ գիշերային սերենատ ստեղծագործությունը։ Այս ստեղծագործությունը ինչու ընտրվեց։ Ընտրությունը իմը չէ, նվագախմբին է, իդեպ դուք ինչպես ես շատ ուրախ եմ եւ միշտ կերած ասում եմ կատարվել հենց անվանի կայացած կոմպոզիտորների կողքին ինչպես է, որովհետև դա միայն այսպես եմ նախընտրել, որովհետև երաժշտությունը ինձ համար իմ ուսուցիչները, իհարկե ես սովորել եմ կոնսերվատորիայում, Էդվարդ Միրզոյանի մոտ եմ եղել 10 տարեկանից, բայց իմ ուսուցիչներն ընդհանրապես երաժշտությունն է, համաշխարհային երաժշտությունը եւ իհարկե Մոցարտը։ Նույնպես ես այդտեղ մի բան եմ ուզում ավելացնել, կատարող եւ կոմպոզիտոր հարաբերությունը։ Ընդհանրապես երաժշտությունը իսկապես, եթե այն տալիս է կատարողին հնարավորություն արտահայտվել, արտաբերվել նորից կողոքին։ Իհարկե, այստեղ տեսեք, մենք Մոցարտը նվագում է այսօր, բայց գրվել է հարյուրավոր տարիներ առաջ, կամ Բեթհովենը կամ բայց այս երաժշտությունը մեկ էլ ծնվում է այս Գլեն Գուլդ, որը նվագում է Բախ լրիվ այլ կերպ կամ Բախի ժամանակ է նվագվել։ Եվ սա լրիվ համոզիչ է, այսինքն երաժշտությունը ապրում է եւ այս կապը։ Այո, աղոթքի պես մի բան է, որ նույն բառերը կարող են ասել տարբեր մարդիկ աղոթք նույն հայրմերը ասելով, ամեն մեկ իր հոգին դնի եւ իր տարբեր բաները, հա։ Նույն երաժշտության մեջ։ Հրաշալի բնորոշում երաժշտությանը։ Այնպես որ այս երաժշտությունը կարելի է ուկնդիր լինել։ Այո, ուկնդիր լինել, ես ուզում եմ, որ Անին հիշեցնի մեզ սպասվող համերգի օրը, վայրը, ժամը։ Այո, սիրով, նոյեմբերի 1-ին ժամը 19:00-ին, երեկոյան ժամը 7-ին կամերային երաժշտության տանը, համեցեք համերգին, տոմսերը վաճառվում են եւ մենք կկատարենք միասին պրեմիերան պրոֆեսոր Զոն Տրաուչպայդելի հետ, Երևանի պետական կամերային նվագախմբի հետ։ Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել Աստղիկ Վարդանյանին, առաջի ջութակին կոնցերտմայստերին աջակցելու համար այս համերգի ամբողջ ընթացքի համար։ Ասեմ, որ դիրիժորը մեր ուրեմն շատ ճանաչված Գրիգոր Արաքելյանն է, որ նաև թավջութակահար է, եւ մենք համագործեցիներ ենք եղել առաջի անգամ, բայց պետք է համագործակցենք, եպես գրեցի վերջի պաստորեն առաջի անգամ ենք համագործակցելու, հենց այնքան գործ չգրեցիր ինձ համար, որ ստիպված դիրիժոր դարձա։ Դիրիժոր պետք է անը։ Շատ շնորհակալ ենք ձեզ լավ համերգ ավելացնեմ, քանի որ ուղղակի ես խնդրեցի Չայկովսկի դպրոցից մի շատ լավ տղա նաև հարվածային այդ գործիքի վրա պետք է նվագի, որը նույնպես մեզ միանալու է այս համերգի ժամանակ։ Այնպես որ շատ տաղանդավոր մարդկանց եք պետք է բաց չթողնի։ Այո, շատ տաղանդավոր մարդկանց եք հավաքել մի տեղում եւ վստահ եմ որ ֆանտաստիկ հետաքրքիր համերգ է ստացվելու։ Շատ շնորհակալ ենք ու ձեզ հաջողություն։ Այո, ու շնորհակալ ենք որ առավոտը ստացիք մեզ։ Ես հուսով եմ բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ես հուսով եմ դու գոնե մարզվում ես համապատասխան կալորիաները ուտելուց հետո Ափսոս, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում ենք, որ հետևեք ճիշտ կանոնավոր մարզումներին, իսկ ամեն առավոտ, ամեն բան անում ենք մենք, որ ձեր օրը սկսվի ոչ միայն լավ տրամադրությամբ, այլ նաև խոսում ենք առողջ ապրելակերպի մասին։ Առավոտյան ընդամենը մի քանի րոպե տրամադրելով այդ ամենին կարող եք ունենալ գեղեցիկ կազմվածք եւ իհարկե հետևեք ձեր առողջությանը։ Այդ ամենում մեծ դեր ունեն ամենօրյա ճիշտ եւ գրագետ մարզումները, իսկ մեզ կարեւոր եւ կիրառելի խորհուրդներով միշտ կիսվում եմ այս հետ մարզիչ սննդաբան Էլիզա Պետրոսյանը, եկեք միասին հետևենք նրա խորհուրդներին։ Ավետ, իսկ դու վեր կաց եւ հիմա կրկդիր Էլիզայի հետ։ Բարի լույս Էլիզա։
Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մենք եթերում ենք, իսկ դա նշանակում է, որ մարզվելու ժամանակն է։ Միացեք մեզ, մարզվեք մեզ հետ յուրաքանչյուր օր ընդամենը 2 րոպե եւ ձեր օրգանիզմի համար դա շատ դրական ազդեցություն կլինի։ Այսօր մենք պատրաստել ենք ձեզ համար ձեռքերի մկանների 2 վարժություն, որոնք շատ կարեւոր են, տարածված են, բայց նաեւ կարելի է կատարել այս վարժությունները հեշտությամբ սխալ։ Դե ինչ մենք այսօր կցուցադրենք ճիշտ կատարման տարբերակները, իսկ դուք ուշադիր եղեք, հետևեք կատարման տեխնիկային, որպեսզի կարողանանք կատարեք վարժությունը ճիշտ։ Վարժության ժամանակ մեզ անհրաժեշտ են գանտելներ, կամ եթե դուք տնային պայմաններում գտնվում եք, չունեք գանտելներ, կարող եք վերցնել ուղղակի ջրով լցված շշեր։ Վարժությունը պետք է կատարել ցուցադրված տարբերակով, ինչպես ցուցադրում է իմ օգնական Էլենը, բայց այս վարժության ժամանակ պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի արմունկը կպած չլինի մարմնին, այսինքն անջատ լինի մարմնից, նաև ետ չգնա, որովհետև շատ հեշտությամբ, երբ որ ծանրությունը մեր ձեռքերում է լինում, մենք տանում ենք ետ։ Պետք է ուշադրություն դարձնենք, որ լինի կենտրոնում եւ աշխատի վեր։ Այստեղ նաեւ պետք է ուշադիր լինենք, երբ որ մենք աշխատում ենք ծանրությունով, ձեռքը մինչեւ վերջ չպետք է բացվի։ Պետք է իջնի եւ մնա մի փոքր կլորավուն, որպեսզի կարողանանք ճիշտ աշխատեցնել մկանները։ Այս վարժությունը կարելի է կատարել single տարբերակով, այսինքն 1-1, այնուհետև կարելի է զսպանակով ծանրաբեռնել եւ իհարկե կարելի է նաեւ պահումներով ել ավելի ծանրաբեռնել վարժությունը։ Եվ իհարկե ձեռքերի մկանների հետ կապված շատ կարևոր է նաև եռագլուխ մկանին անդրադառնալը, որպեսզի այս կախվածությունը որևիցե մեկին չանհանգստացնի։ Ցուցադրում ենք արդեն վարժությունը, իսկ այս վարժության սխալ կատարման տարբերակը սա է, երբ որ մենք աշխատեցնում ենք արմունկը գլխից բավականին անջատ։ Պետք է կատարել արմունկը գլխին մոտ եւ բարձրացնել մինչեւ վերջ։ Այստեղ եւս կարող եք կատարել ուշադրություն դարձնելով, որպեսզի այս հատվածը մնա կլորավուն։ Վարժությունը կատարում ենք տարբեր ձեռքերով, նույն քանակով եւ իհարկե վերցնելով 1 գանտելը կարող ենք կատարել 2 վարժությունը 1 ձեռքով։ Այսպես ել ավելի կծանրաբեռնենք եւ այստեղ եւս պետք է ուշադրություն դարձնենք, որ արմունկների հատվածը լինեն գլխին մոտ եւ այսպես այս տարբերակը դա սխալ է եւ կարող եք վնասել։ Եվ իհարկե, ինչպես միշտ ես հիշեցնում եմ, յուրաքանչյուր վարժությունից հետո պարտադիր պետք է կատարել ձգումներ։ Այս բանին մենք միասին կցուցադրենք ձգումները, այսպես ձեռքը պահում ենք ամուր, ձգում ենք կողք եւ նույնը կատարում ենք մյուս ձեռքով, ձեռքը տանում ենք կողք եւ հակառակ։ Նույն ձեռքերը, քանի որ մենք աշխատացրել ենք եւ երկգլուխ մկանը եւ եռագլուխ մկանը, պետք է ձգենք նաեւ հակառակ ուղղությամբ, ձեռքը տանում ենք միջև վերջ հետ եւ այնուհետեւ ձգելով մյուս կողմ։ Եվ վերջ, միջնոր հանդիպում միացեք մեզ եւ մարզվեք մեզ հետ յուրաքանչյուր օր։ Մենք կամամբերի համադրությունը։ Մի անգամից այդպես ներկայացնում։ Այո, որովհետև Տաթը, Սաթը այսօր ես ամեն ինչ խառնեցի, ես էլ չեմ խոսում։ Սաթը այսօր բավականին շատ դդումներ է մշակել խոհանոցում, խոշոր պլանով տեսնում եք։ Մատուցման տարբերակ է, ավետ, ախորժելի եւ հետաքրքիր մատուցման տարբերակ է։ Այո, գիտես, Սաթը միշտ յուրահատուկ կերպով համադրում է օրինակ աղին, կծուն, քաղցրը, մի խոսքով անհամադրելին Սաթը դարձնում է համադրելի։ Եվ իհարկե Աթենքի նագետները, որը ես մեծ գիտես ինչի, որովհետև խոհանոցը կախարդական վայր է, որտեղ կարող է ստեղծագործել եւ կախարդական ինչ-որ բան պատրաստել, ամենաբարձ բաղադրիչները։ Քանի որ Հոգվարցից ես։ Կախարդուկի։ Այո։ Նոագի մեկ ավադակեդավրայի շարժումով կարողանում է ստեղծել հրաշքներ։ Այո, իսկապես սիրելի հեռուստադիտողներ, շատ համեղ է պատրաստում Սաթը, մենք էլ ամեն առավոտ մեծ սիրով ու ողջավորությամբ վայելում ենք, ուտում ենք, չենք չաղանում, որովհետև նաև մարզվում ենք։ Այո, եւ հուսով ենք, որ նաև դուք միաժամանակ տանը պատրաստում եք Սաթի հետ զուգահեռ կամ գոնե գրի եք առնում ես բաղադրատոմսերը, որ չկորցնեք եւ պատրաստեք։ Հավատացնում եմ, որ գրի են առնում հեռուստադիտողները հավատարին, ձեր շնորհակալություն դրսում տեսնելով մոտենում են ասում են, այ Սաթենիկ ջան, որ դու այն օրը պատրաստել էր ինչ-որ մի բան, մենք սա ենք արել, խառնել ենք իրար, ինձ շատ հաճելի է, արի ու տես պատրաստում են, այո։ Բավականին լավ է, որ մարդիկ հետևում են քո խորհուրդներին։ Հետևեք առհասարակ բոլոր խորհուրդներին, որոնք որ մենք եթերի ընթացքում ձեզ առաջարկում ենք, այսինքն շատ ժպտացեք, լավ եղեք, առողջ մնացեք, կարևոր է եղեք մշակույթին։ Այո, լավ երաժշտություն լսեք, մարզվեք, առողջ ծնվեք ի վերջո։ Ի վերջո, այո, եւ բարի եղեք ինչպես սա։ Եվ սիրեք, այո, սիրեք։ Սիրում ենք ձեզ։ Ընտանեկան բարի նստացեք այսօր։ Այո, որ մեզ հետ եք եւ որ մեզ հետ կիսում եք այս առավոտյան փոքրիկ ժամերը։ Մենք շատ սիրում ենք։ Մենք շատ սիրում ենք եւ ասում ենք մնացեք բարով, կհանդիպենք շուտով։ Այո, հաջողություն։ Բանաստեղծական էր այսօր։